Հայ ֆրանսիական հիվանդանոցային կենտրոն։ Արտաշես Բաբայանին մեկ ամիս առաջ ծանր վիճակում տեղափոխել են Գորիսում գործող հայ-ֆրանսիական կենտրոնի կաթվածի ծառայության բաժին։ Հագեցված սարքավորումների և պրոֆեսիոնալ թիմի շնորհիվ կաթվածից հետո Արտաշեսի կյանքը ոչ միայն հաջողվել է փրկել, այլ այսօր նա արդեն կարողանում է ինքնուրույն քայլել։ Այս ամենը ժամանակին մասնագետներին դիմելու արդյունքն է։ Մեքենայի մեջ մի կողմս թուլացել է, վատ եմ զգացել ինձ։ Գնացել եմ տուն պարկի, զգացել եմ, որ вообще լավ չէ։ Զանգել են շտապ օգնություն, տեղափոխել են այստեղ, ինչ որ դեղ են ներարկի, բերանը սրված եղել է, մի կողմս դրել թուլացած։ Հիմա փառքասու լավ եմ։ Արդեն 2 ամիս է, ինչ Գորիսի հայ-ֆրանսիական սրտանոթային կենտրոնում գործում է նաև կաթվածի ծառայության բաժինը, այն հագեցված է վերջին սերնդի սարքավորումներով, իսկ Երևանի լավագույն կլինիկաների մասնագետներն այստեղ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։ Գլխուղեղի սուրիշեմիկ կաթվածի բուժման ազգային ծրագիրը Սյունիքի մարզում գործում է 2 և ավելի ամիսներ։ Այս ամիսների ընթացքում մենք ունեցել ենք արդեն 6-ից ավելի բուժված և լավացած պացիենտներ, որոնք վերադարձել են իրենց նորմալ կյանքին գրեթե առանց հաշմանդամության։ Գորիսում գործող կաթվածի կենտրոնը յուրօրինակ է և տարբերվում է հանրապետությունում գործող մյուս կաթվածի կենտրոններից, քանի որ այստեղ ռոտացիոն սկզբունքով աշխատում են հանրապետության բոլոր կաթվածի կենտրոններից առաջատար մասնագետները։ Ամենամեծ ներգրավվածությունը ունի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը իր կաթվածի թիմով, նյարդաբաններով և ներանոթային նեյրովիրաբույժներով, ինչպես նաև Էրեբունի բժշկական կենտրոնը, Գյումրի բժշկական կենտրոնը և առաջին համալսարանական հիվանդանոցը։ Հայ-ֆրանսիական կենտրոնի կաթվածի ծառայության ղեկավար Ժորա Բաղդասարյանը հորդորում է լուրջ վերաբերվել առողջական խնդիրներին և ժամանակին հետազոտվել։ Ըստ Բաղդասարյանի, ժամանակին դիմելու դեպքում բուժումը զգալի ազդեցություն է ունենում հիվանդի կյանքի որակի վրա։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ կաթվածի պետական ծրագրի շրջանակներում Սյունիքում արդեն թրոմբոլիտիկ թերապիան և մեխանիկական տրոմբեկտոմիան հասանելի է դարձել բնակչությանը։ Այսինքն կաթվածի պետական ծրագիրը ընդլայնվել է դեպի Սյունիք։ Բոլոր այն դեպքերում, երբ հանկարծակի հիվանդի մոտ առաջանում է դեմքի թեքվածություն, խոսքի խանգարում, ձեռքի կամ ոտքի թուլություն կամ թմրածություն, պետք է դիմել շտապ օգնություն և մինչև 24 ժամվա սիմպտոմների դեպքում պետք է տեղափոխվել կաթվածի կենտրոն, որովհետև այդ սիմպտոմները կարող են խոսել կաթվածի մասին։ Իշեմիկ կաթվածի ժամանակակից բուժումները դրանք շատ ժամանակ կախյալ են։ Այսինքն այդ բուժումները պետք է իրականացվեն շատ կարճ ժամերի ընթացքում։ Ինչքան արագ, այնքան ավելի էֆեկտիվ և այնքան ավելի քիչ բարդություններով։ Դրա համար Սյունիքում կաթվածի կենտրոնի հիմնադրումը շատ էական նշանակություն ունի իշեմիկ կաթվածի դեպքում լավ արդյունքներ ունենալու համար։ Սյունիքի փողմարզպետ Նարեկ Ղազարյանի կարծիքով նման կենտրոնի ներդրումը մարզում ռազմավարական նշանակություն ունի, ըստ նրա դարի հիվանդությանը դիմագրավելու լավագույն միջոցներից մեկը մարզում նման կենտրոնի առկայությունն է։ Սա շատ կարևոր քայլ է մարզի առողջապահության զարգացման գործում։ Այսօր ինսուլտով հիվանդ անձինք կարող են ավելի արագ և արդյունավետ բուժօգնություն ստանալ հենց տեղում, այսինքն մարզի ներսում, իսկ դա այնքանով է կարևոր, որ ինսուլտ հիվանդության դեպքում նույնիսկ վայրկյանները կյանքեր արժեն։ Իշեմիկ կաթվածների նորագույն բուժումները Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար իրականացվում է պետական պատվերի շրջանակում։ Հայ-ֆրանսիական հիվանդանոցային կենտրոնը Սյունիքի մարզում իր ծառայությունները մատուցում է 2013 թվականից և այդ տարիների փորձը անոթային պաթոլոգիաների հետ աշխատելու շատ մեծ կարևորություն ուներ կաթվածի կենտրոնի ստեղծման մեջ։ Նշենք, որ Սյունիքում բացված կաթվածի կենտրոնը որպես այդպիսին երկրորդն է մարզերում, Գյումրիից հետո։ Արևիկ Աբելյան, Սյունիք լուրեր։